Կրկին ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք։ Դե ինչ, մենք միասին վերցրեցինք իմ պատվերը, հիմա ժամանակն է, որ նայենք միասին, տեսնենք ինչ կա, չկա, ինչ ունենք այսօր, հետաքրքիր նոր բաներ։ Նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, հուսով եմ, որ կմնան մեզ հետ մինչև վերջ, տեսնելու այս գեղեցկությունն ու շքեղությունը մեկտեղ, դե գնացինք սիրելիներ։ On y va, c'est parti։ Ուզում եմ ձեզ ցույց տալ այս շքեղագույն վզնոցը մարգարտե էլեմենտներով, կարծես ոսկերչական աշխատանք լինի։ Հիմա տեղադրեմ մանիկենի վրա եւ մենք միասին հիանանք։ Սա հանենք այս ոսկե գույն էմալապատ վզնոցը, ոչ պակաս էլեգանտ, բայց այսօր մեր թեման մարգարիտներն են։ Հիմա ուղղեմ, ապա ահա, տեսեք ինչպիսի գեղեցկություն է այստեղ, ուրեմն մարգարտատոպիա, հերթական մարգարտատոպիա, բոլոր գույների մարգարիտներով, կատնագույն, մոխրագույն, սպիտակ, կենտրոնական մարգարիտները պատված են ցերկոններով, իսկ դրանից հետո արդեն կլասիկա հաջորդաբար գնում են մյուս մարգարիտները իրենց օղակների մեջ։ Կա ռեգուլյար անելու շղթա, բայց ասեմ, որ վզնոցը իսկապես հիանալի չափս է բոլորի համար։ Շատ գեղեցիկ է, իրական կյանքում ավելի գեղեցիկ է։ Անբացատրելի, էլեգանտ, կլասիկ, նորաոճ, ինչպես նաև կարելի է ասել բիզվրեմինի վզնոց առանց ժամանակների, որովհետև ակտուալ է միշտ։ Կլասիկան առհասարակ երբեք էլ դուրս չի գալիս, նորաձևության մի մասն է, մի երեսն է կարելի ասել կլասիկան նորաձևության, դա միշտ ակտուալ է եւ վիգրշնի, շահեկան տարբերակ է կլասիկան, միշտ ակտուալ է բոլոր ժամանակների համար։ Ահա այսպիսի շքեղագույն վզնոց, ցույց տամ մարգարտե բնական վզնոց, շատ գեղեցիկ վզնոց իր վինտաժային փականով, բաչոնակ է կոչվում, տակառիկ, այս փականները կոչվում են տակառիկ։ Սա հանելուց հետո միայն տեղադրենք այստեղ, որպեսզի երևա։ Ահա երևաց այս վզնոցի ողջ շքեղությունը։ Սա կարելի է նույնպես համարել կլասիկա, բայց այնուհանդերձ սպիտակ թիշորտերի հետ կամ սև թիշորտերի հետ առօրյայում կրելու համար իդեալական տարբերակ է, չեք պատկերացնի ինչքան գեղեցիկ է նայվում ինչպես գեսների, շորիկների հետ, այնպես էլ ջինսի շալվարների եւ մայեջկաների հետ։ Բաբաբաբամ, հիմա հերթը եկավ մայորիկայի, գործարանային արտադրության մայորիկա է, արտադրված իսպանական մայորիկա կղզում, Մոնակո քաղաքում, արդեն այնքան եմ ասել, անգիր է արել երևի թե, եւ տեսեք ինչպիսի գեղեցիկ քսակ պայուսակ ու շատ օրիգինալ նվեր կարող է հանդիսանալ մեր հարազատներից յուրաքանչյուրին իր գեղեցիկ պայուսակով։ Անմիջապես աչքի ընկավ մայորիկայի բեժ երանգ, այս շարանը 80-ականների կուլտիվացված մարգարիտների վզնոց է, որովհետև հասկանում ենք լոբստեր փականից, տեղադրեմ այստեղ այս էլեգանտությունը, այս շքեղությունը եւ մենք հիանանք միասին։ Մի փոքր ուզում եմ խոսալ մայորիկայից, մայորիկա մարգարիտներից։ Սովորաբար ես ցանկություն չունեմ իմ YouTube-յան ալիքում քննադատական որևիցե խոսք ասել որևիցե մեկի հասցեին եւ դա ընդհանրապես ինձ հատուկ էլ չի իմ բնավորությանը անդրադառնալով կարող եմ ասել, բայց քանի որ իմ կոնտենտը զարդերի կոնտենտ է եւ ես սովորեցնում եմ ձեզ իսկականը տարբերել կեղծիքից, ուզում եմ մի փոքր անդրադառնալ Հայաստանում վաճառվող, այսպես ասած, չակերտավոր մայորիկա մարգարիտներին, քանի որ դրանք կեղծված են,
ամենայն վստահությամբ կարող եմ ասել, ինչու նախ արկա չեն տուփերը, իրենց սերիաները, բացի այդ, եթե խոսեցնում ես վաճառողներին, ասում են, այո, մայորիկա է, բայց կուլտիվացված է Չինաստանում, թե չգիտեմ որտեղ, անհայտ ծագման ինչ որ մեկի երևի թե նկուղում ասեմ, լավ, գարաժում ասեմ, թե որտեղ, ավտոտնակում ասեմ, թե որտեղ, եւ ինչից է պատրաստված, ամենակարևորը ուշադիր լսեք, ասում են ծեծված խխունջների փոշուց պատրաստված մարգարիտներ, ինչպես կարելի է ծեծված խխունջների փոշուց պատրաստված ուլունքները համարել կուլտիվացված մարգարիտներ, ես դա չեմ կարողանում ընկալել կամ հասկանալ։ Եվ քանի որ դուք արդեն շատերդ իմ ալիքի շնորհիվ ձեռք եք բերել բավականին մեծ գիտելիքներ բյուջետերիայի վերաբերյալ, որը չեք կարող գտնել ուրիշ ոչ միտեղ, որովհետև դա իմ ձեռքբերումն է, այսպես ասած, այդ նյութերը ես ինքս եմ փորձել գտնել, ուսումնասիրել տարբեր աղբյուրներից եւ շատ ուրախ եմ, որ կարողացել եմ իմ գիտելիքները փոխանցել ինչ որ չափով նաեւ ձեզ եւ դուք ինքներդ նույնպես տարբերում եք իսկականը կեղծիքից, վինտաժային ժամանակակիցից եւ նաեւ բրենդային զարդերը։ Հիմա ուշադրություն դարձնենք այս մայորիկային, ինչպես տեսնում եք, թելը ատլասե է, ունի սատինային փայլ այս մարգարտե էլեմենտները, իսկապես սրանք կուլտիվացված մարգարիտներ են, այսինքն ջրերում, նորմալ պայմաններում, արհեստականորեն ստեղծված պայմաններում, որը համապատասխանում է մարգարիտի ձևավորմանը, այդպիսի սերտաճեցված մարգարիտներ են, որևիցե արհեստական փոշու, ինչ որ խառնուրդ, չգիտեմ ինչ չի պարունակում։ Եվ փորձեք իրերին իրենց անուններով կոչել, երբեք մի գնեք մարգարիտներ նման մարդկանց մոտից, ովքեր փորձում են օգտագործելով նմանատիպ հայտնի բրենդների անվանումը վաճառել ինչ որ անհայտ ծագման, չգիտեմ որտեղ արտադրված որևիցե նկուղում կամ ավտոտնակում հուլունքներ մայորիկա անվան տակ, որովհետև դա խաբեություն է։ Յուրաքանչյուր մարդու գործ աշխատանք ես հարգում եմ, բայց խաբեությունը ոչ, եւ մենք սովորում ենք տարբերել իսկականը կեղծիքից։ Եթե ուզում են վաճառել, թող վաճառեն, ոչ մեկ դրան դեմ չի, բայց գոնե անունը չդնեն մայորիկա։ Մայորիկա մարգարիտները բացառապես արտադրվում են Մայորիկա կղզում, Մոնակո քաղաքում, դա հիշեք։ Եթե ուրիշ որևիցե միտեղ է արտադրված, դա մայորիկա չի։ Դա նման է, գիտեք ինչի, ես կարող եմ օրինակ բերել հայկական գինու վրա կամ կոնյակի, ասենք արտադրված Հայաստանում, գիտենք, որ դա հայկական գինի է կամ կոնյակ չէ, բայց որոշի ինչ որ մեկը Իսպանիայում արտադրել գինի, իսպանական խաղողի հատիկներից ու անունը դնել հայկական գինի կամ հայկական կոնյակ, օրինակի համար Արարատ։ Ոնց կարելի է Իսպանիայում արտադրված գինուն անվանել հայկական, չէ՞։ Նմանատիպ կարող եմ ասել նաև մայորիկա մարգարիտների մասին։ Եթե մայորիկա է, ապա պիտի ունենա լիցենզիան մայորիկա ընկերության։ Ինչի մասին է խոսքը։ Թող վաճառեն մարգարիտները, էլի դնեն անունը կուլտիվացված մարգարիտներ, բայց ոչ մայորիկա։ Այնուհանդերձ, եթե ինչ-որ խխունջի փոշուց է պատրաստվում, դա նույնպես չի համարվում կուլտիվացված։ Կուլտիվացվածը դրանք աճեցրած, արհեստական պայմաններում աճեցրած մարգարիտներն են, այսինքն ինքը հենց այս տեսքով սերտ աճում է, ոչ թե ասենք փոշուց ինչ-որ բան են ստանում ու անունը դնում մարգարիտ։ Դա կարող է համարվել իսկապես հուլունքներ, ոչ թե մարգարիտներ, ինչից ուզում է պատրաստված լինի։ Հուլունքները, այո, ստանում են փոշուց։ Կապ չունի խխունջից է, բնական փոշուց է, թե ինչ-որ արհեստական փոշուց է, դա էական չէ։ Այս ինֆորմացիան շատ կարևոր է մայորիկայի մասին, որ դուք իմացաք, փորձեք պահպանել ձեր մտքում, ձեր հիշողությունում, որպեսզի չխաբվեք, ոչ մեկին էլ հաճելի չի խաբված լինել, հիմարի կարգավիճակում ինքն իրենց տալ։ Դրա համար, քանի որ իմ ալիքը, իմ կոնտենտը հենց զարդերի մասին է, ես պարտավոր եմ ու հարկ համարեցի ինձ ձեզ այդ մասին տեղեկացնել եւս մեկ անգամ, սիրելիներ։ Դե ինչ, անցնենք բրոշներին, ուզում եմ ձեզ ցույց տալ այս բրոշները հերթականության, այս ճոխությունը, ինչը դուք տեսնում եք սեղանին, հիմա մենք ուշադիր կնայենք։ Առաջի բրոշը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, սա սերիական բրոշ է, մարկի Ռովենի է եւ պատկանում է անգլիական Sphinx ընկերությանը։ Ահա ձեր աչքի առաջ համարակալման թիվն է 173
Եվ այստեղ պետք է լինի ինչ-որ միտեղ մարկիրովկան սվինքս, փորձենք գտնել, ահա, այստեղ, սվինքս, բոլոր բրոշները սվինքսին պատկանող ունեն նաև սերիա համարակալման, որովհետև դա կարծես լիցենզիայի նման բան է հանդիսանում, և ինչն է լավը, որ բրոշի վրա է հենց համարակալումը, որտև նախկինում եղել են հենց թղթի վրա, բրոշների թղթի վրա են եղել նաև բրոշների թղթի վրա է եղել սերիան, համարակալումը և բնականաբար տարիների ընթացքում չի պահպանվել շատ բրոշների մոտ։ Այսինքն նա ով ձեռք է բերել բրոշը, գցել է այդ թուղթը, այդ կարտոնի կտորը կամ տուփը և նայում ես որակով գեղեցիկ պատրաստված բրոշ, անպայման պատկանում է ինչ-որ հայտնի բրենդի կամպանիայի, բայց ոչ միտեղ չես գտնում նրա սերիան, անվանումը, համարը, դա նշանակում է, որ կարտոնից, տուփի կամ թղթիկի վրա է եղել, որը որ ցավոք սրտի չի պահպանվել, բայց սվինքսի դեպքում հիանալի է, որ բոլոր բրոշների վրա ունեն համարակալումը, ահա այսպես, և մարկիրովկան։ Կարծես ինքը իր լիցենզիան իր վրա կրում է, և այդ պատճառով սվինքսի բոլոր զարդերը ունեն համապատասխան գին։ Կենտրոնական այս մյուս հիասքանչ բրոշը ձեզ ցույց տամ, բնական ագաթից բրոշ է, տեսեք ինչքան գեղեցիկ ագաթ է, կարծես ինքը հենց արվեստի գործ հանդիսանա ինքը իրանով։ Սա էլ հետևի հատվածը, շատ լավ է, որ բաց է հետևի հատվածը, քարը ագաթը կշնչի և ավելի լավ է պահպանվում, երբ որ հետևի հատվածը բաց է լինում, այսինքն այնտեղ խոնավ միջավայր չի ստեղծվում և պահպանությունը անժամկետ լավ վիճակում է գտնվում քարը։ Եվս մի գեղեցկուհի բրոշ, այսա, տեսեք ինչ գեղեցիկ է, կենտրոնական փիրուզագույն էլեմենտով և գեղեցիկ ծաղիկներով, ահա և հետևի հատվածը, բրոշը շատ հին է, 50-ականների, 40-ականներից 50-ականն է, զգացվում է փականից, ինչքան հին է։ Շատ գեղեցիկ բրոշ է, ինչ շատ է դուր գալիս։ Այս մյուսը արծաթից է, փիրուզագույն գեղեցիկ էլեմենտներով, հոյակապ դաջվածքով, կարծես լենտի ժապավենի տեսք տված լինեն, և այսպիսի բրոշները ժապավենաձև հաճախ համարվել է ուխտագնացության բրոշներ նմանատիպ ժապավենի ձևավորումով։ Ահա այսպիսի գեղեցիկ բրոշ, հարգելիներս, վաճառողը պնդում է, որ 800 պրաբանած արծաթից է, բրոշը անտիկ է ու ձեռքի աշխատանք, այդ մասին է վկայում նաև փականը, մոտավոր 40-ականների բրոշ է, ունիկալ է, քանի որ չկրկնվող է։ Իրենց բնույթով ձեռքի աշխատանքները չեն կրկնվում, միշտ տարբերվում են։ Նայեք, բերել եմ իմ այս մեծ բրոշը, որը նույնպես ձեռքի աշխատանք է ու ինչքան գեղեցիկ է նայվում, կարծես մարդու ձեռքերի ջերմությունը փոխանցվի հենց քեզ։ Սա էլ է այդ բրոշների դասին պատկանում։ Այս մյուսը արդեն շոտլանդական մոտիվներով կատարված բրոշը, ևս ձեռքի աշխատանք։ Երկուսն էլ շատ հիանալի կատարում և արծաթագույնը բլու մաղին գույնի հետ, տեսեք ինչ գեղեցիկ է նայվում։ Երկու գեղեցիկ կատարումներ իմ կոլեկցիայից, որ որոշեցի ձեզ նույնպես ցույց տալ այս բրոշների հետ միասին, վերհիշեք այս երկու գեղեցկուհիներին։ Այստեղ մնաց այս մյուս գեղեցկուհին, ևս մեկ գեղեցկուհի, մարգարտե կենտրոնական էլեմենտով և արծաթագույն ու ոսկեգույն մետաղական դաջվածքներով շատ գեղեցիկ կատարում է, տեսեք որքան էլեգանտ, որքան հմայիչ գեղեցկուհի բրոշ, փականից ևս հասկանում ենք, որ հին է, այս ցեաձև փականից հասկանում ենք, որ անտիկ է, քանի որ չունի որևիցե մեխանիզմ։ Մեխանիզմով փականները արդեն արտադրվել են 40-ականներից հետո։ Իսկ այս մյուս բրոշի փականը արդեն վերևից է ինքը կոճկվում, շատ հետաքրքիր է, այս ոչ թե կողքից է ասեղը մտնում, այլ վերևից է մտնում ասեղը։ Հիմա ես ցույց կտամ ձեզ մոտիկից։ Վերևից է մտնում ասեղը։ Ահա այսպես։ Շատ լավ բրոշ է։
Բրոշը ունի ամիթիստե և մարգազիտկաների, միներալների իմիտացիա, շատ էլեգանտ և հմայիչ բրոշ է։ Եթե համեմատենք այս մյուս բրոշի հետ, տեսեք երկուսն էլ նույն ոճով են կատարված, սա էլ ունի մարգազիտկաների իմիտացիա և էլի անտիկ բրոշ է, բայց ինչքան տարբեր են նայվում, այս կենտրոնական ամիթիստե էլեմենտը կարծես նրբացնում է այս բրոշին և իր նուրբ չափսերին համահունչ է նայվում, բայց այս մյուսը էլի նմանատիպ կատարում է, բայց շատ բրուտալ է նայվում և ինքն է չափսերով մասիվ է, մեծ է։ Նախկին մետաղների մեջ օգտագործվել է մշտապես արծաթը, արծաթի տոկոս է եղել, ինչ-որ հարաբերություն արծաթի և մետաղի։ Իսկ ինչու են խառնել արծաթը հասարակ մետաղի հետ, եթե լիներ միայն արծաթից, արծաթը ինքը փափուկ մետաղ է և հեշտ ու շուտ կարող է ծռմռվել, դեֆորմացվել, դրա համար նախկինում արծաթե բրոշների հետ խառնել են նաև հասարակ մետաղ, որպեսզի ավելի կայուն և դիմացկուն լինեն բրոշները, ինչպես այս բրոշի դեպքում է, այս մյուս բրոշի դեպքում է և այս և սրա որոշակի տոկոս արծաթ կա խառնած, ինչպես նաև այս մյուս գեղեցկուհու դեպքում է։ Եվ ակնհայտ է, երբ որ այս գույնի սևանում է ինքը իրենից բրոշը, իր նախնական գույնից սկսում է սևանալ, արդեն ակնհայտ է, որ կա արծաթի պարունակություն տվյալ բրոշներում։ Նմանատիպ բրոշները art-deco մոտիվներով կրել են նաև ինչպես պրյաշկաներ, կտորից գոտիների վրա, չէ, որ զգեստների գոտիները նախկինում եղել են կտորից և նմանատիպ բրոշները կրել են հենց որպես գոտի, հենց որպես պրյաշկա գոտու վրա։ Եթե նայում ենք հին լուսանկարներ, սև ու սպիտակ 40-ից 50-ականները ընկած այդ ժամանակահատվածի, կնկատեք, որ բոլոր կանայք իրենց զգեստների վրա կրում են նմանատիպ պրյաշկաներ կտորից գոտիների վրա։ Այսինքն այն ժամանակ չի եղել մաս-մարկետային արտադրություն, դերձակներն են կարել զգեստները, իսկ քանի որ գործարանային արտադրություն չի եղել, դժվար է եղել պրյաշկաներ տեղադրել գոտիների վրա, այդ գոտիների վրա անցքեր տեղադրել, որ մտնի պրյաշկայի մեջ, դրա համար օգտագործվել են նմանատիպ բրոշներ պրյաշկայի փոխարեն այդ զգեստների կտորից գոտիների վրա։ Նաև կատարել է ուղիղ ֆունկցիոնալ դեր որպես բրոշ իր գործունեությունը։ Այս երկու գեղեցիկ բրոշները նույնպես իմ կոլեկցիայից են և ես որոշեցի ներկայացնել ձեզ։ Նոր բրոշներն են սա, այս մյուս գեղեցկուհին և այս երկու բրուտալ խոշոր չափսերի անկրկնելի էկզեմպլյարներ, նայեք այս խոշոր գեղեցկուհին իր չափսերով խոշոր և բրենդային Sphinx ընկերության բրոշը, նայեք ինչպիսի ուռուցիկ բրոշ է, վոլյումը տեսեք, իսկ կենտրոնական էլեմենտը ոնց որ կոսմոս լինի, տիեզերք, այդքան գեղեցիկ է, անվերջություն կարելի է ասել, այդքան գեղեցիկ, խորքային գույներով, շատ հագեցած գույներով կենտրոնական էլեմենտ, որը ասես տիեզերքի մի կտոր լինի։ Եվ այդ անգլիական բրենդը Sphinx-ը շատ պոպուլյար է և շատ հայտնի և կոլեկցիոներների կողմից հետապնդվում է այդ բրենդը, քանի որ այս ընկերությունը օգտագործել է շատ բնական քարեր և ինչպես նաև որակյալ իմիտացիոն քարեր և որակյալ մետաղ է օգտագործել և գիտենք, որ անգլիական որակը շատ ավելի բարձր է մյուս երկրների որակից։ Մյուս բրոշը, մյուս գեղեցկուհին այսօրվա, այս ագաթե բրոշն է, բնական ագաթ, գեղեցիկ գույնային էլեմենտով ագաթ, հազվագյուտ ագաթի տեսակներին պատկանող, բրազիլական ագաթ է սա, հայրենիքը Բրազիլիա, այս գծավոր ագաթները կոչվում են վալասատի ագաթ, կարծես մազի փունջ լինի, ինչ-որ առումով, բայց գույնն էլ շատ գեղեցիկ է, գունային գաման էլ է շատ գեղեցիկ, հարուստ պալիտրա կա այստեղ, ես հիացած եմ ուղղակի ես այս բրոշով,
Սիրելիներս, կարծում եմ, որ ձեզ դուր եկան այս հիասքանչ փոշները, ինչպես նաև մարգարտեղս նոցները, կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ, աբիանտո ատխևիտ, օհուախ, ցտեսություն, չաո, չաո։ Ինչ ես նայում կուպի, դուրդ եկել ա, հա, դուրդ եկել ա, որն ես հավանել, ինչ փայլուն բան տեսնում ես, քո դուրը գալիս ա, դե արի ուր գնացիր, արի տեսնեմ որն ես հավանել, տամ քեզ, որն ես հավանել կուպի, որը տամ քեզ, Օ, մի տրորի, հետ արի, հետ արի, բոլորը ուզում ես ուսումնասիրես, չէ։ Ինչ ես ուզում կուպի, զարդերս ես ուզում, ինչ ա կուպի, ինչ ես ուզում դու ինձանից, ինչ ես եկել ուզում ես ինձանից, հա։ Այ սիրունն ապաստակ, այ սիրունություն, այ շքեղություն, ինչ ես ուզում, մղնչած գնաց, հոգնեցիր, եկար ու պարկեցիր, չէ, ոնց որ հենց հիմա, հենց նոր դու չէիր քրքրում իմ զարդերը, վազ է վազ եկավ պարկեց, ոնց որ մի բանից ուշանում էր, այ գուպի, չարաճճի, չորանքորը գուպի, այ դու հետաքրքրած ես խոյզուկ, դե քնի լավ, չխանգարեմ քեզ։